Արգելին կիվիով և ելակով տորց։ Դրա համար պետք է շաքարավազ, ալյուր, ձեթ, կակաո, դային սոդա, 4 ձու, կրեմը պատրաստել էի նախապես և վանիլի և մածուն կամ թթվասեր։ Մենք չենք անում։ Հիմա սկսում ենք պատրաստել, չէ՞։ Հիմա սկսում ենք պատրաստել։ Դրա համար ինչ ես անում։ Դրա համար ձվերը նախ։ պետք է ձվերը լցնենք միքսերի մեջ։ Ահա, և հարենք շաքարավազի հետ, չէ՞։ Всё։ Ձվերը արդեն կոտրել եմ, հիմա ավելացնելու եմ 1 բաժակ շաքարավազ։ Այսինքն 150 գրամ։ Ձվերը հիմա կհարենք և հետո կավելացնենք քիչ-քիչ շաքարավազ։ Ավելացնում ենք 50 միլիլիտր ձեթ, մոտավորապես արդեն գիտեմ չափը ավելացնում ենք։ Ձիթայուղը լցրել ենք, հիմա պետք է հարենք։ Հիմա ձիթայուղը հարեցինք և հիմա կավելացնենք 15 ճաշի գթար մածուն։ Հիմա լցնելուց հետո պետք է հարենք։ Հիմա ավելացնում ենք 1.5 թեյի գթար սոդա։ Խորկայով չեմ։ 1 և կես։ Եվ հիմա նորից կհարենք։ Լրի, ինչ է վերջ։ Հիմա ավելացնելու ենք ալյուր։ Ալյուրի հետ խառնում ենք վանիլը, մեր մոտ շաքարային վանիլ է։ Աչկաչափով։ Կես կուպ։ Հիմա Այստեղ 250 գրամ ալյուր է, հիմա քիչ-քիչ կավելացնենք, որպեսզի հասկանանք ինչքան ալյուր է մեզ հարկավոր լինելու։ Օգնեմ։ Մենք ամբողջ ալյուրը օգտագործեցինք, այսինքն 250 միլիգրամ, այսինքն 250 գրամ։ Միացրու։ Եվ հիմա կսպասենք մինչև, որ այս ամենը հարվի։ Ահա մեր խմորը արդեն պատրաստ է, հիմա պետք է տեղափոխենք նախապես պատրաստված, ուրեմն ջեռոցի ամանի մեջ, ամբողջը միանգամից ենք թխելու, հետո բաժանելու ենք 2 մասի։ Հիմա ես թորնիկիս օգնեմ։ Ահա մեր խմորը մինչև վերջ լցրեցինք, ամբողջը լցրեցինք։ Եվ հիմա կդնենք նախապես տաքացրած ջեռոցի մեջ։ Այսպես մի հատ թափ տանք ու հիմա ենք այս տորթը, այս խմորը նախապես տաքացրած ջեռոցի մեջ 180-ից 200 աստիճանի վրա։ Նայած թե ձեր ջեռոցը ինչպես է պատրաստում այս խմորը։ ապրես։ Եվ ուրեմն վերև ներքևը միացրած և կոնվեկցիան էլ միացրած։
Նկարում ես։ Սա մեր ջեռոցն է։ Վերջ, սպասում ենք մինչև երբվի։ Քանի որ մեր Ջեռոցը։ ջեռոցը փչացավ, մենք կեսից դրեցինք գազօջախի վրա։ Ահա թե ոնց է ստացվել։ Իդեալական է ստացվել։ Հոտը շատ համեղ է։ Մենք ստուգեցինք, եփվել է մինչև վերջ։ Եվ քիչ անց մենք այս տորթը երբ սառի կբաժանենք երկու մասին եւ այս կրեմով կքսենք։ Եվ հետո անելու ենք գլազուր ջնարակ։ Որ այս կողքերից են Եվ ծածկելու ենք ջնարակով։ Մի խոսքով ընթացքում, մեր արդեն ելակներն էլ են հալվել։ Հիմա կտրենք բաժանենք երկու մասի, ես հիմա Վիկային կօգնեմ։ որպեսզի ավելի շուտ սառի։ Իդեալական Տեսեք։ իդեալական, նայեք ինչ հրաշալի, փրկեցինք մենք տորտը։ Всё, թողնում ենք սառչի։ Ստոպ։ Հիմա բիսկվիտը սառել է, դրա համար քսելու ենք կրեմը տորթի վրա ու շարելու մրգերը։ Okay. Լրիվի համար դեռ շուտ է։ Իսկ ցենես կարաս հետո կտրես այս պահինը։ Տատը գիտես չէ, գալասավոյ պամոշնիկ ալիս էին, ասում եմ գիտես չէ, իմ տատին շուն է պահում, ասում եմ как зовут эту германскую овчарку, ասում եմ Արչուկ, ու գրել է Արչուկ, մեկ էլ իսկ ճիշտ եմ անում։ Оприм, աղջիկը։ Мастерица. Вот что значит, когда руки растут с того места, которого надо. Вот что значит не знать рецепт, зато готовить. Конечно. Բաչը գիտեմ ոնց է ծարկում։ Բայց քեզով է օգնում։ Դու շեֆը։ Ես քո ինչն եմ։ Շեֆը։ Իսկ իսկականից։ Տատս ես։ Տատս չգոնե ասա տատիս։ Քարտու եմ։ Լրիվ։ Ինքը Գագո ձեձենը։ Տեսել եմ YouTube-ում ոնց են անում։ Հետո պիտի եմ փորձում անում։ Բայց այդտեղ չոտա։ Մի քիչ բան է, հա, էդի վերջում եմ դզում։ Այսինքն կոդը վրից դզեմ։ Հիմա շարելու ենք կիվին եւ հետո նրա վրայից ելակը։ Նամաստեր։ Եղել ենք կրեմ քսում ու շորչենք այս դրա վրա։ Давай շա։ Հիմա առաջինը անենք այստեղ, մեր մոտ մի քիչ անհավասար է եղել կտրածը։ Դրա համար առաջինը այստեղ, դատուս պես պետք է անենք։ Դից։ Չէ, դի կմաքրես։ С умным лицом. Делай лицо умное. Пожалуйста. Ого. Что-то крема не хватает. Хватает, хватает. Որ հավասար բան անես, տարածես, այս տես չեն անում Վիկ։ Տես, լայֆ հակ։ Ահա,
Всё. Please. Փրկի։ Սկտալը փրկեց։ Հետո այս գտալի վրից ինչ կա չկա հավաքում ենք ուղակի։ Տկլոր գտալ։ Դու շատ լավ կոնդիտեր կարաս դառնաս, Ես կստати։ հավես չունեմ այսքան բաներ։ Այստեղ ես եմ արել։ Մենակ տատինը դուխովկի մեջ դրե։ Րոպե հիմա պիտի ասենց պերֆեկցիոնիզմ արտահայտենք։ Всё։ Հիմա ինչ ենք անելու։ Հիմա կողքերից ենք ուղղելու կրեմը, որովհետև քանի որ ես էի քսողը, այդքան է հավասար չի եղել։ Հիմա այս ուռած հատվածը պիտի հավասարացնենք, դանակով հիմա կհավասարացնենք ու արդեն կսարքի Վիկան ջնարակը եւ կջնարակապատենք։ Հիմա պատրաստում ենք ջնարակը, որի համար պետք է 6 գթալ շաքարավազ, 6 ճաշի գթալ շաքարավազ եւ 3 ճաշի գթալ կակաո։ Դա խառնելուց հետո պետք է գա 2 ճաշի գթալ թթվասեր։ Վերջ։ Մեկ 2 եւ 6-րդ ճաշի գթալը։ Հիմա փակում ենք։ Немножко свинячили. Ну ничего, мы же свинки. Ага. Հոտը լավն է։ Մամտածում եմ ոնց լսնեմ ռեկլամ չանենք։ Գորկեքով։ Нет. Առանց գորկեքի այս կաշվենք 1.5 ու մի հատիկ էլ գորկայով կամ 2 հատ գորկայով Մի հատիկ էլ գորկայով կամ 2 հատ գորկայով ու կես։ Կես էլ լցրում։ կամ 3 հատ առանց գորկայի։ Ասենք շոտ ալինում ապա։ Ստամա переборали։ Всё, давай. На свинячила на руку։ Հիմա այս ամբողջը պետք է խառնենք։ Խառնում ենք, որպեսզի գնդեր չմնան։ Հիմա կավելացնենք 2 ճաշի գթալ թթվասեր։ Մեկ Եվ երկուս։ Պետք է շատ լավ խառնենք։ Իսկ հու էր ասում ատատ նորից։ Որտեվ չի հասցնում նկարել։ Ես գիտեմ վատ եմ ասում։ Հիմա պետք է լավ խառնենք, որպեսզի ստացվի համասեր մասսա։ Իմ մոտ համարյա ստացվում է։ Պիտի եփենք հիմա այս ամենը մարմանդ կրակով։ Սա մեր գլազուրն է, մոտավոր 5 րոպեից այն պատրաստ կլինի։ Նայեք, արդեն պատրաստ է ջնարակը։ Հիմա անջատում ենք, վերցնում ենք կրակից ու ավելացնում ենք մի փոքր ձիթայուղ։ Մյուտներից խոսես։ Կամ կարող եք կարակ ավելացնել։ Ըստ աչքաչափի ավելացրեցինք, և հիմա պետք է նորից խառնենք և լցնենք մեր տորթի վրա։ Մի փոքր էլ կավելացնեմ։ Ձեթ ավելացնում ենք, որպեսզի ջնարակը լինի փայլուն։ Սա մեր տորթն է, և հենց հիմա կտեսնեք դրա վերջնական տեսքը։ Խնդրենք մի քիչ սպասեք։ Հիմա
Վիկան կտրում է իր պատրաստած տորթը։ Փափուկ ընտիր տորթ է ստացվել։ Սենց շատ հեշտ է կտրվում։ Վիկ շատ լայն չես կտրում։ Հիմա գոնե մեջտեղից կտրի դրա։ Շատ մեծ է։ Ես գիտի փոքր է։ Հիմա հանում է Վիկան իր մի կտորը։ Նա։ Տեսեք, ելակը արդեն է դուրս թռնում։ О, красота необыкновенная. Նայեք ինչ գեղեցիկ է ստացվել ու ինչքան Մի փափուկ։ կոմը ելակ, այս կոմը կիվի է։ О, вообще прекрасно։ Շատ ընտիր է ստացվել։ Փորձարկում ենք։ Փորձարկում է Վիկաս։ Իր իսկ պատրաստած տորթը։ Հուսով չեմ թունավորվի։ Բայց ինչի՞ պիտի թունավորվես, ինչ ես խոսում Վիկ։ Давай։ Бомба։ Давай еще։ Ու ասում շատ համով է։ Համով է Վիկ։ Ну դեր է համով թեթև տալի։ Հա։ Ապրես դու Վիկ։ Այսքան առաջի տորտն էր, չէ՞։ Որ դու պատրաստեցիր։ Հա։ Всё, бомба։